Ողջունում եմ բոլորին, իմ շատ սիրելի հետևորդներ, բարեկամներ, ինչպես եք, շնորհակալ եմ, որ միացել եք իմ ալիքին, այսօր շատ համեղ, հետաքրքիր, արագ պանկեյքներ ենք պատրաստելու, ալադիներ առանց զեթի, ես այդպես եմ անվանում, քիչ բաղադրիչներով, մի քանի բաղադրիչ ընդամենը արագ խառնում ես իրար ու նախապաճաշը պատրաստեք, ամեն եթե օրվա ընթացքում ուզում ես փոքրիկ քաղցր բան ուտել, բայց ժամանակ չունես, բայց արագ ես ուզում դա անել, ընկերուհիներին հյուրասիրելու համար, կարող եք հենց պատրաստել այս բաղադրատոմսով։ Շատ քիչ բաղադրիչներ են անհրաժեշտ, ես արդեն առանձնացրել եմ 100 գրամ սովորական մածուն է, ընդամենը 100 գրամ է, այսպես մի լավ խառնում ենք։ 100 գրամ մածունին ավելացնում ենք ընդամենը 2 ճաշի գթալ շաքարավազ, էլի կրկին խառնում ենք և 3 հատ ձու։ Այս ամենը մի լավ խառնում ենք, խարիչի կարիք չկա, հենց ձեռքով էլ այսպես կարող ենք հանգիստ աշխատել։ Հիմա մեկ փոքրիկ կիտրոնի կեղև, սա համ տալու համար է, շատ համեղ է ստացվում։ Էլի խառնում ենք, մի լավ կրկին խառնում ենք, այստեղ ունեմ վանիլին, ունեմ ալյուր, վանիլինը խառնում ենք ալյուրին, ալյուրը 110 գրամ է և ավելացնում ենք ընդամենը 1 թեյի գթալ խրեցուցիչ։ Շատ չավելացնեք, որովհետև քիչ քանակությամբ ենք պատրաստում, մեզ այսքանն էլ բավական է ու ավելացնում ենք անմիջապես խմորին։ Լավ խառնում ենք։ Այ տեսեք ինչպիսի ջրիկություն պետք է ունենա։ Վերջ խմորը պատրաստ է, ես արդեն թավան դրել եմ, տաքացել է, սովորական գազօջախի վրա ենք պատրաստելու, չափը դուք ընտրեք, կարող եք մեծ պատրաստել, կարող եք փոքրիկ պատրաստել, ես միշտ փոքրիկի կողմնակից եմ, փոքրիկներ պատրաստելու կողմնակից եմ, որովհետև հարմար է օգտվելու ուտելու համար, եթե ուզում ես քիչ ուտել, ոչ թե կեսն ես ուտում, այլ մի հատ ես ուտում։ Թավան թողնում եք լավ տաքանա, հետո դուք ընտրում եք ձեր նախընտրած չափաբաժինը, առանց ձետ քսելու, առանց որևիցե մի գրամ յուղ օգտագործելու, պատրաստում ենք։ Ընդամենը մի քանի վայրկյանից շատ արագ դառնում է։ Այ որ մի քանի վայրկյան անցնում է, շրջում եք։ Այ տեսեք, երբ որ այսպես ծակոտկեն է լինում, նշանակում է, որ թխված է, պատրաստ է։ Ես ընտրում եմ ամենապարզ զարդարման ձևը, շաքարի փոշի եմ ցանելու, դուք կարող եք մեղրով, շոկոլադե կրեմով, ջեմով, հետո գեղեցիկ նախաճաշել։ Արագ, հեշտ, տեսեք, որքան գեղեցիկ ստացվեց, հիմա կփորձենք համոնել, կասենք ինչպիսին է սիրելիներս, անուշ լինի բոլորին։
շատ համեղ է, կիտրոնի անուշ բույրով, շատ արագ պատրաստվող սիրելիներս։ Տեսեք, ոչ կարակ ենք գցել, ոչ ձեթ ենք գցել, ոչ մի բան չենք օգտագործել, մինիմալ բաղադրիչներով շատ արագ պատրաստում ենք որևէ քաղցր բան, որ կարող ենք նախաճաշել։ Իհարկե դուք կարող եք խտացած կաթով, ջեմով, համեղ կրեմներով, եթե ուզում եք ավելի բարդացնել ու համեղացնել, կարող եք շատ հանգիստ օգտագործել։ Ես հենց այսպես էլ կբավարարվեմ, որովհետև շատ համեղ է ու ավելի օգտակար։ Օգտակար մի քիչ սխալ է ասել, բայց քիչ վնասակար, այսպես ասեմ։ Դե ինձ սիրելիներս, հիմա կփորձեմ համը կասեմ ինչպիսին է։ Արդեն շատ համեղ կիտրոնի համնոհոտը գալիս է։ Ես այդպես շատ եմ սիրում, շատ փափուկ է իմ ջայլոս, լուրջ փափուկ, փանկեքներ ստացանք։ Դե ինձ սիրելիներ, հաջողություն բոլորին։ Սիրում եմ բոլորիդ, գրկում եմ բոլորիդ, անպայման կպատրաստեք։ Հրաշք է։